Պարոն վարչապետ, տեսեք, մենք գնում ենք Հայաստանը գնում է խաղաղության, հա, բայց մեր ընդդիմադիր դաշտից շատ հաճախ են խոսում, որ սա խաղաղություն չէ, ինչպես նաև Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ, իրենք պետք է այդ հարցը մտցնել նորից քաղաքական օրակարգ։ Այս հայտարարություններին ո՞նց կարձագանքեք։ Ես այդ հայտարարություններին արձագանքել եմ նույնիսկ այդ հայտարարությունները արվելուց առաջ եւ ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվել։ Եվ 18-ը ասում է իշխանազավթում էր, ոչ թե ժողովրդի կամքի ստիպություն։ Ով ասում։ Սերժ Սարգսյանը։ Թող Սերժ Սարգսյանը գնա տեսնի, թե ինչ էր ասում ինքը այն ժամանակ։ Պարոն Փաշինյան, սահմանազատման գործընթացից ինչ նորություն կա, տպավորություն է, որ գործընթացը կանգ է առել, ինչպես որ կար մտավախություն, որ հերթը չի հասնի օկուպացված տարածքներին։ Գիտեք, մենք դրա հետ կապված շարունակության տրամաբանության հետ կապված նույնպես մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին եւ սպասում ենք նրանց բայց քանի որ չեն արձագանքում պարոն Փաշինյան ոչ ապաշրջափակման առաջարկներին, ոչ սահմանազատման առաջարկներին, տպավորություն է, որ փակուղային իրավիճակ է։ Ես չեմ կարծում, թե փակուղային իրավիճակ է եւ մենք հետեւական շարունակելու ենք սահմանազատումը շարունակելու ուղղությամբ։ Հայ-թուրքական հարաբերություններն ինչ փուլում են գտնվում, քանի որ Անտալիայում նաև արտգործնախարարների մակարդակով հանդիպումը եղավ, երբ է բացվելու հայ-թուրքական սահմանը երրորդ երկրի անձնագիր ունեցողների։ Ինչպես տեսնում եք, նախկինում ասվածին նոր բան ավելացնելու տեղեկատվություն չկա։ Սահմանազատման հետ կապված ինչ առաջարկներ են փոխանցում։ Առաջարկները գիտեք հետեւյալի մասին են, թե ինչ տրամաբանության եւ որ հատվածում շարունակել սահմանազատումը։ Նու գիտեք, որ ընդհանուր արդեն համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի որ հատվածում իրականացնենք, մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել, ես սպասում ենք Ադրբեջանի արձագանքը։ Դե էլի աշխատանքային, քանի որ հարցը շատ